նախնական դատալսումների փուլում դեռևս 27/11/2025 թվականին դատան է իր որոշմամբ կայացրած քրեական վարույթում մեղադրյալի խափան միջոցը վերացնելու փոփոխելու կամ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հստակ իր դիրքորոշումը հայտնել էր, նշելով, որ խափան միջոց կալանքը պետք է երկարաձգվի եւ առանձնային խափան միջոցները կամ դրանց համակցությունը չեն կարող իզորու չեն ապահովելու մեղադրյալի օրինական պատշաճ վարքագիծը, բնականաբար այդ ժամանակ նույնպես նույն հանգամանքները, որոնք որ նշվել էին սույն միջնորդությամբ, որը որ ներկայացվեց պաշտպանական կողմը, այսինքն ընտանիքի կազմի հետ կապված, երեխաների տարիքի հետ կապված, նրանցից մեկի ուսանող լինելու հանգամանքի հետ կապված, բոլորը արձանագրված են եղել բացառությամբ այն հանգամանքի, թեպետ նաև նախորդիվել էր նշվել, որ մեղադրյալում ունի նաև ֆինանսական խնդիրներ, այս բանով միջնորդության կից նաև ներկայացրեց պայմանագիր, որը որ մեղադրյալը կնքված ուներ համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կապված, բանկի հետ մասնարարպես, եւ դատանը գտնում է, որ սա նոր հանգամանք դատանի կողմից չի կարող դիտվել։ Չի կարող սա նոր հանգամանք դիտվել, այսինքն իրավաչափության պայմանների չի կարող այստեղ փոխված դիտվել, որպեսզի պայմաններում ձեր միջնորդությունը ընդհանրապես քննարկման ենթակա չի։ Սույն միջնորդությունը կարող է քննարկվել այն դեպքում, երբ որ դատարանը անդրադարձ կատարի հաջորդիվ դատական նիստերի մեղադրյալների նկատմամբ կիրառած խափան միջոցը վերացնելու, փոփոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հետ կապված։ Ավելին, դատարանի կողմից կայացրած որոշումը 27 նոյեմբերի 2025 թվականի պաշտպանական կողմը վիճարկել էր, բողոքարկել էր, վերաքննիչ դատարանը իր դիրքորոշումը այդ կապակցությամբ հայտնել է։ Դուք զրկված չեք նաև վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկելու, եթե այդպիսի ցանկություն ունեք։ Նոր հանգամանք այստեղ առկա չէ, ձեր կողմից ներկայացված փաստերով, որպեսզի պայմաններում սույն միջնորդությունը ընդհանրապես դատարանի կողմից չի քննարկվում այսօր։ Սա դատարանի որոշումն է։ Այսինքն հաջորդիվ մինչև դատարանի կողմից մինչև մարտի 4-ն էր երկարաձգվել, ճիշտ է, 26 թվականին։ Մինչև մարտի 4-ը դատարանը պարտավոր է եւ մնացած նստեք արգելը պաշտպան։ Մինչև մարտի 4-ը սույն մեղադրյալի մասով, այսինքն մեղադրյալ Վահագն Չախալյանի մասով, մյուսների մասով Արթուր Սարգսյանն է մինչև մարտի 8-ը, իսկ մյուս մեղադրյալներինը մինչև նոյեմբերի 25-ն էր բանեղել, սկիզբը, այսինքն մինչև փետրվարի 25-ը դատարանը պարտավոր է այդ միջնորդությունների հարցը քննարկել։ Սույն միջնորդության սույն դատական նիստին ներկայացված նորից եմ կրկնում, միջնորդությանը կից գրավոր է սպասները նոր հանգամանք չեն կարող դիտվել դատարանի համար։ Ես նշեցի, թե որ պարագայում դրանք կարող են հաշվի առնել։ Սա նոր հանգամանք չէ։ Եվ դատարանը քննության առարկա չի դարձնում սա։ Այսինքն որոշում չի կայացնում այս բանը։ Թույլ կտաք պատվարժան դատարան։ Պատվարժան դատարան, ես կրկին փաստում եմ, որ դատարանը ներկայացվել է միայն եւ միայն ընտանիքի կազմի վերյալ բնակության վայրից տեղեկանք։ Այն մնացած բոլոր փաստաթղթերը, որ ներկայացվել են դատարանին, դա առաջին անգամ են ներկայացում։ Եվ ինձ համար առնվազն զուտ որպես ոչ փաստաբանի, ոչ իրավաբանի, այլ որպես հայ տղամարդու հասկանալի չէ, ինչպես կարող է հայ ընտանիքին այս իրավիճակում հայտնելուց հետո ներկայացնում ենք դատարանին բանկային պայմանագրերը, ոչ թե պայմանագիր ոսկու գրավի, տան գրավի եւ այլ փաստաթղթեր եւ այս հանգամանքներում սա չի դիտարկվում որպես նոր Երևան եկած հանգամանք, այսինքն չի սրանով հիմնավորվում, որ իրապես ընտանիքը հայտնվել այդ վիճակում։ Լավ, իրավունքները դրեցին կողքի երեխաների հարը տեսնելով մյուսի, բայց որպես այդպեսին, ինչպես կարող է այս հանգամանքներով չհիմնավորվել ընտանիքի սոցիալական վատ վիճակում հայտնվելու հանգամանքը, որը նոր է այդ դարձել։ Էլ չեմ էլ խոսում Մովսես Շարբազյանի հետ կապված, որ գործընկերներս դրա մասին բարձրաձայնեցին։ Այսինքն նոյեմբերի 11-ից մինչև հիմա ընդամենը դժբախտաբար կալանքի տակ են եւ փառքաստոր մյուսները դրսում են, բայց երկու անմեղ մեղադրյալներ են կալանքի տակ։ Այսինքն արդարության ոչ միայն բաժին նշանակելու հետ կապված, այլ ընդհանրապես խափանքոց կրելու հարցում եվրոպական դատարանի
բոլոր այդ նախադեպերը, վճարեք դատային նախադեպերը, որ պետք է համաչափությունը թեկուզ եւ կալա խափանչոսկի արարու վերաբերել, ապա եթե սա հաշվի չենք առնում, ինչը պիտի հաշվի առնենք։ Պաշտպանական կողմը արդեն պարզ չէ, օրինակ մարտի 24-ին Պաշտպանական կողմը ինչ պետքա բերի։ Պետքա բերենք, որ տունը հանրեն վաճառքի արդեն այդ տունը վաճառում են եւ թողեք Բաղաչախանա դուսգա որ տունը հետ բերի եւ կարա հետ բերի հետո արդեն։ Մեծ համար պարզ չէ պատվաժան դատայան ասենք։ Ինչու մարտի 24-ին։ Մարտի 4-ի մասն, ոչ թե մարտի 24-ին։ Մինչև մարտի 4-ը։ Պատվաժան դատայան մասնաձել, հիմա օրինակ հաջորդ օրինակ որպես պաշտպանական կողմ, եթե մեկը գույշի ես ծիրով դա կանթունեմ, ինչպիսի փաստաթուղթ պետքա բերենք, բացի այն որ ընդհանրենք Աստված հերոպա ընտանիքի մեկ անդամը մի հատ վատած կամ մի բան պատահի, կամ ընդհանրենք իսկապես այդ տունը վաճառի, այդպիսի թուղթ պետքա բերենք անպայման, որ վերջի րոպեն ասենք, վայ գիտեք, հա, այս քանի որ այս ստանալ վիճակը նոր թողենք Պատվաժան դատան փաստը որ ընտանիք այդ վիճակում հայտնվել։ Սա այն կողմը այլ փաստ մենք չենք կարող